Ողջույն բարեկամներ, շնորհակալություն, որ միացել եք։ Ձեզ հիշեցնեմ, որ փետրվարի 25-ին լրացավ Անրանիկ Զորավարի 161-րդ տարեդարձը։ Եվ ես մոտավորապես 2 օր ամալասպասել եմ, որ ինչ-որ բան կլսեմ պետական միջոցառումների մասին, կամ շնորհավորանք, կամ ինչ-որ միջոցառում, բայց քան լրություն։ Հասկանալի է։ Հերթական անգամ գալիս է ապացուցելու ինչ է այս իշխանությունը, ինչ է իրենից ներկայացնում։ Ինչպես կարող են հիշել մի զորավարի տարեդարձ, որն ասում է, որպեսզի թշնամիդ քեզ հարգի, պատժի ազգի դավաճանին։ Ինչպես կարող են իրենք շնորհավորել կամ նշել նման մարդու ծնունդը։ Ինչպես իրաց կայքն էր գրում, հիշում եք, երեք կարդացի, որ իրենց առաջնորդը մտածում է, որ այն երիտասարդները, որոնք կյանքը տվել են հայրենիքի համար, դրանք շատ վատ են անդրադառնում սերունդների վրա, դրանք թշնամություն են մտցնում հարևանների նկատմամբ։ Բնականաբար ինչպես կարող էր նշվել մի մարդու տարեդարձ, որը ոչ միայն պատժում էր հարևաններին թշնամի, այլ նաև արհամարհեց եւ չընդունվեց Բաթումիում ստորագրված, կարելի ասել, մահվան դատավճիռը Հայաստանի հրավիրել։ Հիշեցնեմ, որ Բաթումիի պայմանագիրը, որը կնքվեց դաշնակների եւ թուրքերի միջև, այն էլ Սարդարապետի հաղթանակից հետո հայտարարակ է համաձայնագիրը, որտեղ Հայաստանից մնում էր ընդամենը 12,000 քառակուսի կիլոմետր, որին ձգտում են հասցնել հիմա թուրքերը։ Միակ զորավարն որ չընդունեց, ասես թքած ունենամ ձեր պայմանավորվածության վրա, չեմ տալիս։ Եվ իր զորքով շարունակեց պատերազմը թուրքերի նկատմամբ։ Եվ արդյունքում ունեցանք այն Հայաստանը, ինչ որ ունենք։ Ավելին նաև Նախիջևանն էր Հայաստանի մեջ եւ Արևմտյան Հայաստանի մի մասը, որը հետո թուրքերը ռուսների հետ իհարկե մեջ արեցին այն բանից հետո եւ 19 թվականի մայիսին Անձանիկը հանձնելով իր զենքերը Էջմիածնին եկեց Հայաստանը։ Ինչ որ է, բայց գոնե մենք պարտավոր ենք հիշում։ Մենք հիշում ենք, մենք գնահատում ենք, մենք ուզում ենք տեսնենք մեր այսօրվա անձանիկներին, պատգամելով իրենց, որ այո, կլինեն ազգում տականքներ, որոնք չեն գնահատի, բայց անպայման կլինի իմաց, որ կերքի անձանիկի երկերը, երբ որ նույնիսկ դրանք արգելված էին։ Կտեղադրի, կփակցրի անձանիկի նկարները իրենց տանը, երբ որ այդ ժամանակ նույնիսկ թաքուն խոսալը կարող էր ավարտվել գուլագներում, կառավարության դեմ թաքուն խոսալ։ Իսկ անձանիկը դա անկախության սիմվոլ էր։ Եվ այսպես անցնենք հիմա առաջ, հասկանանք ինչու է Փաշինյան Նիկոլը նեղված, ինչու է ընկճված, ինչու է սեղմված, ճնշված եւ ինչու այդ տարբերակ չկար։ Չկասկածեք, որ դարձան։ Բոլորս գիտենք, բոլորս հասկանում ենք, որ աչ ու ձախ շպագատ իջնելով, ստեղ համաձայնվելով, այնտեղ համաձայնվելով, այնտեղ խոստանալով, այնտեղ քծնելով, այնտեղ կռանալով, այնտեղ մի խոսքով։ Աշխարհի բոլոր հնարավոր պոզաներում միաժամանակ կանգնելուց հետո մարդ կարող կորցնի նույնիսկ հավասարակշռությունը, առնվազն, էլ չեմ ասում սեռական պատկանելիությունը, էլ չեմ ասում աշխարհագրական դիրքում կողմնորոշվելու ունակությունը, հարավախառնի հյուսիսի հետ, արևմուտքը արևելքի հետ։ Այս վիճակում է գտնվում Նիկոլ Փաշինյանը եւ արդեն կանխատեսած պտուղներն է ինքը խաղում եւ երանելի նկարը կարծես թե քիչ-քիչ դառնում ավելի ռեալ եւ ավելի հնարավոր շատ շուտով իրականանալու համար։ Ինչու եմ ես այդպես կարծում։ Որովհետեւ այսօր պարզվեց, որ նոր սահմանադրությունը մարտին էլ գուցե չհրապարակվի։ Երեք տխրած շատ ընկճված խոսած նրա մասին, որ թոշակներն է ստիպված ավելացնելու։ Այսօր խոսում է նրա մասին, որ սահմանադրությունը վախենում է հրապարակի։ Հələ հարցը, հələ պարզ չի հրապարակի, թե ոչ։ Ավելին, այսօր իհարկե սա մասին խոսենք, Պարսկաստանի դեսպանն է խոսացել, որ չի լինելու Զանգեզուրի միջանցք, որ Երևանից իրեն ուրիշ հավաստիացումներ են տվել։ Մեր շպագատ վիճակը
որ անխուսափելի էր, Նիկոլը մտածում էր այդ վիճակից էլ ինքը կարա դուրս գա, բայց կարծես թե իրան ասում են, որ ոնց որ թե լուծում չկա, դու կորցրել ես ընտրազանգված, դու չունես ոչ մեկ թիկունքիդ կանգնած, ոչ ներսում, ոչ դրսում, ուրեմն թոշակներ պետք է գոնե բարձրացնես դրայանում, հասկանալով անդերս, ասում են, եթե հիմա էլ նույնիսկ հիմա այս վիճակին վերցնես նոր սահմանադրություն, հրապարակես, որի մեջ չկա անկախության հռչակագիրը, չկա Արցախի նկատմամբ պահանջ, չկա ընդհանրապես պահանջատիրություն, այսինքն ինչ որ ուզում է Թուրքիա եւ Ադրբեջանը, դու ոչ մի շանս չունես հաղթելու, բայց ինչ անես, թյուրիմացությունը, փողերը վերցրել է, խոսքը տվել է, բոլորին ընդվորում միաժամանակ իրար հակասող տարբեր բաներ, հիմա չգիտի ինչ արի, ձեզ թվում է տեքստը պատրաստ չի սահմանադրության, տեքստը դեռ անցած տարվանից է պատրաստ, ընդ որում տեքստեր ինքը չի գրել, Ադրբեջանում գրել են, դրել են, դեմ ասել են, կարդա հայվան, հիմա պատրաստի տեքստը վախենում է նույնիսկ կարդա, սա նրանց համար եմ ասում, ովքեր մտածում են ամեն ինչ արդեն լուծված է, ամեն ինչ արդեն արված է, գծված է, ընտրված է, նշանակված է եւ պայքարելը իմաստ չունի։ Եթե այսքան բաններ ձեզ ոչինչ չեն ասում, ես ավել արգումենտ գոնե այսօրվա դրությամբ չունեմ ձեզ բերելու։ Կարող եմ նաև դրսի նպաստող հանգամանքների մասին խոսալ ընթացքում, եթե դա ինչ որ մի բան կասի մտածողին, բայց մտածող մարդու համար սրանք արդեն չափանիշներ են։ Իսկ հիմա տեսնենք, թե ինչի հաշվին են թոշակը բարձրացել, չէ՞ որ ընդամենը 2-3 ամիս առաջ ասում են անհնարինը իրանց ոչ մի բան չի տալու 10-11,000 դրամը եւ ամենակարևորը բյուջեում փող չկա, այ հետագայում որ տնտեսական աճ կլինի մենք դա իրականացնենք եւ այսպես այս Հարություն Բաղդասարյանն էլ ոնց որ թե գիշեր ցերեկ չքնի նստի սահմանադրություն օրենք կարդա որ մտածի էլի շնամագրի Փաշինյան Նիկոլին նեղելու համար, այսինքն ոչ թե նեղելու համար, իր հանցագործ կերպարն ու տեսակը իրավական դաշտում ավելի ցույց տալու համար։ Այսօր վերցրել է մի հատ նամակագրեր սոցիալ նախարարություն։ Ասում է, մի հատ կասեք դեկտեմբերի 4-ին ընդունված Հայաստանի Հանրապետության 26 թվականի պետական բյուջեի մասին օրենքում չկա դրույթ, որ 10,000 դրամով ավելացնում է թոշակները։ Դուք բյուջե եք ընդունել, որտեղ ուրիշ թիվ է, հա? Ավելին, դուք ասել եք թոշակառուների թոշակ ամսական 11,000 դրամով կամ 10,400 դրամով ավելացնենք, ինչ է անելու թոշակառուն։ Այդ գումարը ինչ է անելու, ինչի վրա է ծախսելու։ Որ մանավանդ այդ գումարը չկա էլ բյուջեում, իրենց հիմնավորման, հա? Խոսանալով, որ հետագայում կլինեն ինչ-որ փոփոխություններ, մյուս տարի, մի քանի տարի հետո, եւ իրենք գուցե մտածեն դրա մասին։ Հիմա դուք հայտարարում եք ավելացման մասին, դե դեպքում հարց օգտվելով ինֆորմացիայի հասանելիության գրածը, սա չեմ բերում, հոդվածները մեջ բերում չեմ անում, ես ասում եմ այն հատվածները, որոնք ինձ է հետաքրքրում։ Հարց, որն է այն իրավական հիմքը, որով բացասում են կենսաթոշակները։ Որքանով է իրավաչափ առողջության ապահովագրության համակարգի համար նախատեսված բյուջետային հատկացումները կենսաթոշակների ավելացմանը տրամադրել, այսինքն բյուջետային առողջապահությանը հատկացված գումարները չեն տալիս, ասում են մենք թոշակ ենք բարձրացնում, լկտիությունը լսում եք, կարդում եք։ Երրորդը, ինչպես է, որ նույն կերպ կենսաթոշակների ավելացում չի եղել օրինակ 23, 24, 25 թվականներին։ Հարցը չէ՞։ Դե պետքա պատասխանել։ Եթե դուք հիշում եք, այս ընթացքում խոսեց, որ տնտեսական ինչ-որ շարժը ակտիվացում է եղել, մուտքեր են ավելացել եւ դա թույլ է տալիս թոշակներ ավելացնել։ Ես էլ հիմա ես եմ իմ կողմից հարց տալի։ Հաշվետվությունները, եզրակացությունը լինում է եռամսյական 1։ Հետո անցնում է մի ամիս, նոր ասում են ելքը մուտքերը, նոր կարողանում են գնահատել ինչպիսին է առաջի եռամսյակը։
կասեք այդ երբ լրացավ առաջի երամսյակը։ Հունվար, փետրվար, մարտ։ Այսինքն ապրիլին մենք նոր պետք է ունենենք տնտեսական ակտիվության ցուցանիշ, մուտքեր, ելքեր, եկամուտներ, պարտքեր եւ այլն եւ այլն։ Ապրիլին պետք է լիներ մաքսիմում հասանելի, փետրվարին արդեն պարզ է, հա։ Հետաքրքիր է դառնում։ Եվ էնել հունվար ամիսը, որ ցանկացած տնտեսագետ, ցանկացած տնտեսվարող կասի, կերթվի, որ ամենապասիվ ամիսները տնտեսական ակտիվության եկամտի, ծախսերի, ներդրումների դա հունվար, փետրվար ամիսներն են։ Գնացեք մտեք ցանկացած առաջի կենտրոն, ցանկացած գործարար, արտադրություն, ինչ ուզում եք մտեք, հարցրեք, որոնք են ամենապասիվ ամիսները։ Ես կասեմ։ Առնվազն հունվար, փետրվար։ Որոշների համար նույնիսկ օգոստոս։ Ես չեմ ասում բոլորի համար, որտեղ օգոստոսին ակտիվանում են, ասենք, հանգստյա տները։ Բայց համատարած պասիվությունը down։ Հունվար, փետրվար ամիսները։ Մեկ էլ սրանք խափում են, արդեն եկամուտներ ունենք, ձեր թոշակներն ավելանում։ Դե հիմա սոցիալական հարցերի նախարարությունը ստիպված պետք է մի բան պատասխանի Հարություն Բաղդասարյանի նամակներին։ Ինչ եմ ասում ստիպված, որովհետև այդպես միած ստիպված քայլ արել արդեն Մեղրի համայնքապետը։ Հիշում եք, ընդամենը 2 օր առաջ նույն ձևի պես նենք Հարություն Բաղդասարյանը նամակ էր գրել Կապանի, Մեղրի, Գորիսի վարչական բաների, այդ վարչական շրջանների ղեկավարներին, որպեսզի բացատրեն, թե արդյոք իրենց հարցրել են, իրենց հետ խորհրդակցել են, եզրակացություններ եղել, ժողովներ եղել, հաստատումներ եղել, այն դրա մասին, ինչը իրականացնում է, փորձում իրականացնի Փաշինյան Նիկոլը, խոսքը Մեղրու ճանապարհի մասին է։ Չէ՞ որ անմիջական շահառուները իրենք են, այսինքն օրենքով դա պարտադիր է։ Եվ այսպես Մեղրի համայնքապետը միանգամից պատասխանել է, անկեղծորեն, որի համար շնորհակալ եմ։ Հարգելի պարոն Բաղդասարյան, տեղեկացնում ենք ձեզ, որ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքապետարանի աշխատակազմը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի եւ նախաստորագրված պայմանագրի հիմքի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի տիրապետում։ Վերջ։ Ուստի առաջարկում ենք անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար դիմել ՀՀ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությանը։ Համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյան։ Հոյակապ, անկեղծ ասել է, ինքդ մեկ տեղը չեք։ Մեզ տալիս են, առնում են, կիսում են, ճանապարհ են բացում մեր վրա, մենք տեղյակ չենք, մեզ նույնիսկ չեն էլ ասել։ Մենք հիշում եք բանը ով էր ասում, Ալմես Սարգսյանն էր ասում, չէ, ես այդ նոյեմբերի պայմանագրերի մասին ես հերոստացույցից եմ իմացել։ Այս մարդիկ վստահ հերոստացույցից են իմացել։ Ալենն էլ է պատերազմի մասին հերոստացույցից իմացել, հա։ Տենց էլ ասում։ Չնայած իրան ամեն օր զեկուցել են Դավիթ Տոնոյանից սկսած, որ տես բան կա, նախապատրաստումը, դա մասին են խոսալու, բայց հերոսացից են իմացել։ Եվ այսպես, հիմա պետք մի հատ նամակել գրվել է տարածքային կառավարման նախարարության, թե տարածքային կառավարման նախարարություն, դու այդ համայնքի բնակիչների համաձայնությունը ունես։ Օրենքով դա պարտադրված է։ Ունես, թե չունես, թե ինքնագլուխ եք որոշում կայացել, ով իրավունք ունի ապրելու, ով իրավունք ունի չապրելու, այսինքն դուք իրավունք ունեք այդ հողերը անել։ Դա ձեր սեփականությունն է, ոչ։ Ինչի համար է սրանք կարևոր։ Պիտի դատեք, չէ։ Պիտի հիմքեր լինի, չէ։ Ոչ չեն կարող ասենք Նիկոլ Փաշինյանի ստորագրած թղթերը դուրները չէր գալի։ Հարգելի միջազգային դատարան։ Հա, հարգելի միջազգային դատարանի դատավորներ։ Այս տականքի մենք չենք սիրում, դրա համար էլ որոշել ենք իր ինչ ասել է, ինչ խոստացել է, սա ջրենք։ Իհարկե չեն կարող այդպես բան ասել։ Չէ, կարող ենք ասել, բայց դա իրավական հիմք չի լինի իրեն հետ կապված ցանկացած պայմանագիր, ցանկացած խոստում, ցանկացած, չգիտեմ, հայտարարություն չեղարկելու ասել գնացեք գլուխից օսա։ Չի լինի։ Դրա համար պետք է իրավական հիմքեր։ Հիմիկվանից Հարություն Բաղդասարյան ջանը դրած իրավական հիմքեր ապահովում օրեկան ռեժիմով։ Հանգիստ է, իր դիմումները գրում է, մեկը պատասխանում է, մեկը չի պատասխանում, ԱԱԾ-ն դե չի պատասխանում, դատախազությունը դե չի պատասխանում, կամ պատասխանում է մի հիմարությունով, ամեն ինչ բանը, չէ, ինչ պատասխանեն վատա, չպատասխանեն վատա իրանց համար, որովհետև ո՞նց կարող արդարացնեն օրինակ հանցագործությունը։
Որտեւ երբ որ ԱԳՆ-ն պատասխանեց օգոստոսի 8-ի փաստաթղթի վերաբերյալ, որ դա որևէ իրավական հետևանքներ չի առաջացնում, տեսեք պատասխանելա, չէ՞։ Նրանք պատասխանել են մպրծնեն, բայց արդյոք Փաշինյան Նիկոլի համար դա լավ պատասխան էր։ Նույնն էլ Մեղրի համայնքի ղեկավարի պատասխանը։ Իհարկե ոչ։ Ցույց են տալի, որ ինքն իրավչություն է գնում։ Սահմանության օրենքների բոլոր կանոնների խախտում հանցագործություն իրական։ Մեր գործն ինչա։ Այսօր հավաքագրել է, որ վաղը դնելու ենք դեմը, չէ՞։ Փաշինյան Նիկոլը դա գիտի է։ Բա գիտեք ինքը ինչի է թոշակ բարձրացնում։ Հիմա էլ հայտարարում են, որ այսօր ինչ է հայտարարել։ Աշխատողների ինչ որ ոլորտի աշխատողների աշխատավարձեր կդի բարձրանա 25%-ի չափով։ Դուք տեսեք հələ ինչ փողեր են գտնելու բյուջեում միջև հանդրություններ։ Ուղղակի հարցը հետեւյալում է։ Արդյոք դա բավարար է լինելու, ջրելու, ծածկելու, մոռացության մատնելու այն բոլոր արհավիրքները, որ բերվել է հայ ժողովրդի գլխին։ Գուցե ինչ որ 10-11%-ի համար այո, բայց ոչ երբեք բարոյական մասի համար։ Իսկ հայն ու բարոյականությունը, ես ասել եմ, դա հոմանիշներ են։ Չի կարող լինել հայ բարոյական դաշտից դուրս, ինչ որ տեղ դա արդեն հայ չի։ Եվ այդ բարոյական դաշտից դուրս գտնվող մասան, ինչպես բոլոր երկրներում, մոտ 10%-ը, որը ընտրությունների ժամանակ ոչ մի դեր չի կարող խաղալ, եւ դա շատ լավ հասկանում է։ Չի հասկանում, իրան ասել են արդեն Փաշինյան Նիկոլ ասել։ Հիմա ինքն սենց երկու բանի արանքն է կանգնել։ Սան էլ ավելացավ ոչ ավել ոչ պակաս Դավիթ Տոնոյանն է հայտարարություն ասում է պատերազմին առնչվող ԱԺ զեկույցը չհրապարակելը նոր խնդիրներ առաջացնում։ Ամեն ինչ լավ էր, Դավիթ Տոնոյանն էլ ընդեղ ծլեց։ Այո, Դավիթ Տոնոյան։ Նոր խնդիրներ առաջացնում։ Այսինքն նույն Էփստինի փաստաթղթերի, ապացույցների քողարկման process-ն է։ Ոնց որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այն մանկապիրսերն ու մարդակերներն են թաքցվում, այնպես էլ ստեղ։ Հիմա Դավիթ Տոնոյան ասում է, արա բացեք գոնե իմ մեղքի չափը իմանա, ես իմ մեղքի համար նստեմ, թե չէ ես ստացվում, բոլորը տան մեղեք, մի հատ մեղավորը ես եմ, որ հիմա նստած եմ։ Բայց ինչ արել, ասում է ես զեկուցել եմ, ախպեր, ինձ ասել եք մի խփեք, չէ։ Հիմա կարող է այդ փաստաթղթերի մեջ կա էլի բաներ, որ ինքն ասել է հարցակվում են, կրակենք, ինչ անենք, իրեն ասել են վերենգի տեղը։ Կարող է եւ ասել են։ Այդ չեմ ասում, որ Դավիթ Տոնոյանը հարցակման օրն էլ Հայաստանում չէր։ Ու եկել է 2 օր հետո, գիշեր։ Ոչինչ չենք մոռացել։ Բայց կարող է ամեն ինչի տակը հիմք կա, բայց կարող է էլի բաներ կա, որ Դավիթ Տոնոյանն ասում է, հələ հրապարակեք։ Այդ ոնց է ստացվում բոլորը անմեղ եք, մի հատ մեղավորը ես եմ։ Ու դա ասում է ոչ ավել ոչ պակաս հենց ընտրություններից առաջ։ Ասում է այն ընթացքում, երբ որ անկումային վիճակի մեջ է գտնվում Փաշինյան Նիկոլը։ Շատ, ինչի, լիքը պատճառներ կա։ Լիքը պատճառներ կա, որտեղ այս վիճակին ոչ ավել ոչ պակաս Ադրբեջանն ասում է մենք պետք է գանք Հայաստան։ Արևմտյան Ադրբեջանում մեր տներն ու հողերն են, մեր փախստականները նույնպես կվերադառնան ես բնիկ տարածքները։ Մենք դրանում վստահ ենք արդեն։ Դա Արևմտյան Ադրբեջանի ներկայացուցիչն է ասում։ Այդ մասը։ Փաշինյան Նիկոլը մի պատասխան պետք է չէ սրա։ Հիշում եք այն ողբերգական վիճակ են նկարած Փաշինյան Նիկոլի Ալիևի վերջի այն Դավոսում որ հանդիպել են։ Այն որ սենց ինչ որ բաներ խնդրում Ալիևից, գիտեք ինչը։ Ասեմ, ես այն ժամանակ ասեցի, ասում էր մի խփի։ Մի ներել, շատ բան մյուզիկ չեմ կարող անեմ։ Չեմ կարող, նույն ասում ոնց է չես կարա։ Փողը վերցրել ես, քեզ այսքան ժամանակ ենք տվել, դու դες 2 ամիս որ անես դա։ Որտեղ 2 ամիս հետո ես չգիտեմ այդ ումից եմ ուզելու։ Ոչ փողերը կարամ ուզեմ, ոչ Սյունիքը կարամ ուզեմ, որովհետև ով եկավ։ Բավական հանգած մի հատ քալեն թափած իշխանության անցավ անդեր, որ ասեց Ալիև դե հիմա դու արի ստեղ։ Դե հիմա դու արի։ Տենակը ով ումից ինչ կարա ուզի։
Ասում են, չէ, մենք է սպասելու ժամանակ չունենք, դու 2 ամիս ունես, Սյունիքն էլ պետքա տաս, սահմանադրությունն էլ պետքա փոխես։ Ադրբեջանցիներն հետ պետքա ընդունես։ Որովհետև մի կողմից դու կարող ես չլինես, մյուս կողմից կարող Թրամփը չլինի, այնտեղ էլ նրա վիճակը վատ է, շատ վատ է, ես այսօր դրա մասին եմ խոսալու։ Բա ուզում եք Նիկոլ Փաշինյանը տրամադրություն ունենա, սահմանադրություն հրապարակի, տեղից ինքը բանը բմբուլի նման օթիմցս բանան թավալ է գալիս։ Երևի ենթադրում եմ, իր պրոպագանդոններն են արդեն ասում, արա խոսալու բան չի մնացել։ Մենք էլ չգիտենք քեզ ոնց փրկենք։ Գորե մի քիչ դոզան իջացա, որովհետև երևի արդեն փողոցով քայլել չի լինում, ով տենում է թքում է դեմքներին։ Ակնհայտորեն դες մի բան է լինում։ Ակնհայտորեն ես դետալները ինչ չեն զեկուսել, չեն զանգել ասեն։ Ես նայում եմ դեմքներին, նայում եմ ձայնի տեմբրին, նայում եմ խոսակցականին եւ որոշումներին։ Եվ կարող եմ պնդել, որ արշալույսները խաղաղ չեն Նիկոլես տունը։ Շատ դեմքին է կամ ինչ կասկած։ Գնանք առաջ։ Ոչ միայն դեմքին։ Որպեսի մի քիչ հիմար մասային զբաղեցնեն, էլի ես բազմակի օգտագործած դերին հանենք ցեցին մեջտեղ։ Որ ասում է, ես քաղաքական դաշտ չեմ ցանկանում մտնել, բայց ի արդարություն պետք է նշեմ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին շատ մի քննադատեք, նա իրավիճակի չի եղել որևիցե բան անելու, որովհետև Ձյան օրը նա գտնվել է Մերկուրի մոլորակի ազդեցության ներքո եւ մոլորակը հայտնի է որպես пассив ամբովանդակ։ Ստիկին հրեշին կարող է մի հատ հարց տալ։ Էս փոխանցեք էլի։ Իսկ կարող է Ավինյան Տիկոն ընդհանրապես այդ մոլորակի տակ ծնվել ամբովանդակ ու пассив։ Կարող է։ Пассив գործունեության մեջ, բայց ասենք գրփելու, թալանելու նարկոտիկ ընդունելու մեջ ոչ մի պասիվություն չկա, շատ ակտիվ է։ Հա? Տիկին հրեշ։ Դու քաղաքականությունում չես ուզում մտնել, բայց Երևանից գնում հասնում ես որ եկեղեցում էր, որ բանկում էր, հիշացեք։ Չեմ ուզում սխալ ասեմ։ Ոնց որ թե Արամամի, չէ, Արագածոտնի կողմերում որ բանկում էր, մի խոսքով։ Երեք եթե հիշում եք անունը, չեմ ուզում սխալ ասեմ։ Հայտնվել էր այնտեղ քաղաքականությունով չզբաղվող Տիկին հրեշը, որ աջակցի Նիկոլ Փաշինյանի եկեղեցու պրծման արարողությանը ոստիկանների պաշտպանության ներքո, բայց ինքը քաղաքականություն չի ուզում մտնել Տիկին հրեշը։ Դե սա է մնացել։ Սա է մնացել ռեսուրսներից։ Մեկ էլ է պրոպագանդոնների դաշտը, որը հարացում է առավոտվանից իրիկուն փորձելով Փաշինյան Նիկոլին ինչ որ ձև օգնել։ Այսօր մի հատ նկար տեսա, ես այդ նկարը չունեմ, որ ցույց տան, չեմ էլ ուզում ցույց տամ։ Սոց մի մեծ նկար էր, երևի 30-40 հոգի կլիներ, վերևը գրած էր. սրանց շնորհիվ է, որ Հայաստանը տրվում է Թուրքին։ Նայում եմ, ուզում հասկանամ, էլի։ Այնքան տարբեր ձևեր, դեմքեր տեսա։ Լավ ասեմ, Իրանը չի։ Հավոր, սենց էլի։ Հա, մեկ է տենամ իմ նկարն էլ այնտեղ։ Ասեցի, ահա, օլալա։ Հիմա տեսնեմ ով է։ Ինչումն են ինձ գոնե մեղադրում։ Հա, կարծում եմ։ Հա, վերջի գրած անհատական ինձ էլ է դարձած, որ ես իրես նախագահին փնովում եմ։ Այ իրես նախագահան դա Ռոբերտ Քոչարյանն էր, ինչքանով հասկացա։ Ես իրես նախագահին քննադատում եմ, դրա համար ես այս երկիրը կործանման տանողներից մեկն եմ։ Ու գրողը իմ նախկին ընկերների մեջ է եղել Facebook-ը, ես որովհետև ինքնին պրինցեսա է կոչում։ Հասկան adekvatության աստիճանը լսեք, որ ասեք մարդ իրեն պրինցեսա է կոչում։ Okay, լավ։ Անչ չէ։ Հա, դու պրինցեսան ես, Նիկ բանել, Քոչարյանն է պրինցը։ Ինչ է։ Ես այս երկիրը կործանման եմ տալու այնքանով, որ իրենց նախագահին քննադատում եմ։ Չէ, սխալ եք ընկալել։ Ես այդ նախագահին չեմ քննադատում։ Ես բոլոր նախագահներին
նույն գծի վրա եմ դնում Փաշինյան Նիկոլի հետ։ Ես իրաց չեմ գնահատում։ Ես ուղիղ ասում եմ, դրանք բոլորը հանցագործներ են իրենց աջակիցներով։ Դուք ստեղ որտեղ լսեցիք քննադատություն։ Փառք Աստուծո իրոք, սա քննադատություն չի։ Սա փաստի արձանագրում է։ Ես կարող եմ քննադատել, չգիտեմ, գործիքը, կարող եմ քննադատել ինչ որ ստեղծագործության կատարում, հա, ասենք այս մի մասը դուրս չեկավ որովհետև այս մի մասը հավանեցի որովհետև, հա, սա ինչ որ process-ի վերաբերյալ քննադատություն է։ Բայց դուք ով եք, որ ես քննադատեմ։ Ես Փաշինյան Նիկոլին նույնիսկ չեմ քննադատում։ Ես ուղիղ ասում եմ, դուք բոլորդ հանցագործ եք։ Ընդ որում, մենակ իրանք չէ, իրենց աջակիցներով։ Որովհետև աջակցել հանցագործին նշանակում է լինել հանցակից։ Սուտ խոսալ նշանակում է վիրավորել ճշմարտությունը։ Այնպես որ տիկնակ եւ պարոնայ, իմ նկարը կարաք ձեր պատերին էլ դնեք, որտեղ ուզում եք դրեք։ Իմ ասածը դրանից չի փոխվելու, որովհետև ի տարբերություն ձեզ, ես ոնց ասեմ, ես միշտ նույնն եմ ասել, ես այսօր չեմ ասում իմ վաղ ուրիշ բան։ Ես կարամ կարծեք վերանայեմ, այլ նոր հանգամանքներ գտեմ, կարամ ներողություններ խնդրեմ, ինչ որ անում եմ մեկ ստիպված։ Սխալ եմ եղել։ Սխալ տպավորություն եմ ունեցել։ Կամ իրավիճակը փոխվել, պետք է վերանայել։ Բայց դուք ինչ եք անում։ Դուք գրանցված հանցագործ, դուք սեյրական մարդասպաներ եք, Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած մինչև Նիկոլ Փաշինյան, ձեզ ինչը վերանայեմ։ Կամ դուք ով եք, որ ես ձեզ քննադատեմ։ Ես փառք Աստծո, ես չեմ քննադատում ձեզ։ Ես կարող եմ քննադատել ինչ որ լուրջ մարդու լուրջ աշխատանքը, եթե տեսնեմ թերություններ։ Դուք լուրջ մարդասպաներ եք։ Ես ինչը քննադատեմ։ Հիմա գնանք առաջ։ Խնդրեմ, սա էլ Իրանի դեսպանի հայտարարությունը, ոչ թե Միջանցքի, այլ ճանապարհ, Իրանի դեսպանն ասում։ Կարդանք ամենակարևոր տեղը։ 25 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնությունից հետո հարևան Իրանից պարբերաբար մտահոգություններ էին հնչում, պաշտոնապես հայտարարություններ, թե թրիպի մասին հայկական կողմի հավաստիացումներին հավատում են, մյուս կողմից սակայն մտավախություն հայտնում, թե Միացյալ Նահանգները այս ծրագիրը հնարավոր է սեփական անվտանգային քաղաքականությունը շարունակելու համար օգտագործի։ Անցած տարեվերջին Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդարանը ուղիղ հայտարարել է, թե թրիպը նույն Զանգեզուրի միջանցքն է, եւ Թեհրանը ի սկզբանե դեմ է եղել նախագծին, բայց ասում է, հաշվի առնելով այդ հանգամանքները, մեր հայ գործընկերների հետ խոսել ենք, շատ ջերմ մթնոլորտում։ Նրանք մեզ վստահեցել են, թե Հայաստանը Իրանի դեմ գործողությունների հարթակ չի դառնա։ Մենք փոխադարձ վստահություն ունենք։ Ես հիմա այս անմեղ դեմքով երիտասարդին ասում եմ, իհարկե սա ինքը չի հավատում, բայց եթե մեկը կա, որ կարա հավատա Փաշինյան Նիկոլի եւ իր անձնակազմից ցանկացած մեկի խոսքին, ես էլ սկսեմ կասկածել իր adekvatության աստիճանի վրա։ Ես կարծում եմ Իրանի նման ավանդույթներ ունեցող, դիվանագիտական ավանդույթներ ունեցող երկրի դեսպանը նույն կերպ հասկանում է ով է Փաշինյան Նիկոլ եւ ինչքանով կարելի է նա ասած խոսքին հավատալ։ Ես միշտ ասել եմ, սա խափում է, իրանք էլ գիտեն, որ խափել է։ Չէ, ինքն էլ միշտ ասում, ախպեր, դուք ասել եք, չի լինելու միջանցք։ Ես էլ ասում եմ, հավատում եմ ձեզ, ով Միջանցքի տրամաբանությունը սկսեց իրականացնել, սարքել եմ իրավանը դա գերեզման։ Ասել եմ։ Դու ինձ ասել ես չի լինելու, վերջ։ Հենց եղամ գնդակահարելու, ասել եմ, հա։ Դե, եղանա չլինի։ Լավ պոզիցիա է։ Ամենակարևոր հարցերից մեկի մասին, ջրի մասին։ Երևանը սնող ջրաղբյուրների ջրատվությունը նվազել է։ Մայրաքաղաքը մտնում է ջրային դեֆիցիտի ռեժիմի մեջ։ Շնորհավորում եմ, սա այն ինչ որ ասեն ենք միշտ։ Սա այն ինչ որ անխուսափելի էր, սա այնա, ինչ որ այս կառավարությունը մեթոդաբար բերեց, փրկելով Ադրբեջանին։ Սա այնա, ինչ նոր է սկսվում։ Որովհետև Հայաստանի ամենաջրառատ տարածքները աղբյուրները Փաշինյան Նիկոլը նվիրեց
Թուրքերի։ Եվ Արցախում, եւ Հայաստան։ Ու մեկ էլ այս բուտաֆորիան հայտնարարում է, որ կառավարությունը միջամտել է ջրամատակարարման գրաֆիկի փոփոխություն չի լինի։ Կառավարությունն է, ինքն է միջամտել, պատկերացնում եք ինքը կառավարությունն է։ Իսկ ես ասեմ իրականությունը, կառավարությունն է, ապահով է ջրային դեֆիցիտը։ Որի համար հասնում է իրանց, տեսեք, սա Արցախի հանձնելու ցեղասպանության հավասար հանցագործությունը հայ ժողովրդի նկատմամբ։ Հայաստանի ջրային ռեսուրսները հանձնել թշնամուն։ Ու սա արել են այս տականքները։ Հիմա այս պրոպագանդոները ինչ խոսան, ոնց կներկայացնեն, սա փաստ է, սա քաղաքականություն չի, Արևմուտք, Ռուսաստան, Իրան, բան, կապ չունի ստեղ, օգոստոսի ու թրիփ ընդհանրապես կապ չունի, սա հանցագործություն է հայ ժողովրդի, հայկական պետականության եւ հայկական գոյության նկատմամբ։ Այս անասունների ձեռքով, նայեք էլի դեմքին ինչ ասեն, ինչ ասեն։ Չկա ավելի թեթևամիտ մոտեցում, քան մարդուն չդատել իր դեմքի արտահայտությունից։ Չկա, դրանց այն կողմ ավելի թեթևամիտություն չի կարող լինի։ Միած սրանց նայեք էլի։ Տեսեք ովքեր են ասում, կառավարությունն ասել է չի լինի փոփոխություն։ Վիոլա ջրի ներկայացուցիչն էլ ասում է, ինչ ով եք, որ ինձ ինչ-որ մի բան ասեք։ Ուղիղ։ Ինչ պետք է արել է մեզ քան տարի, էլի անելու է։ Հա, Իմիջիալոց ինչ-որ եթեր տեսա այն նախկին հանցագործ Սերժիկի հանցագործ դատախազ էր այն ժամանակ արտադրության նախարար Արփինեն։ Որոշել է, որ ինքը արդեն ճշմարտության համար պայքարող քազ է։ Ինքն հանցագործ։ Վիոլա ջուրը ձեր ժամանակ էլ էր նույն բանն անում։ Հիմա էլ է նույն բանն անում։ Այն հանգամանքը, որ հիմա ասել եք են այս վիճակի, դա դեռ չի նշանակում, որ դուք հանցագործ չեք։ Դու առնվազն դու պիտի ամեն ասկի ինչպես արել եք, որ հանկարծ Նիկոլի մազը չծռվի, որ հանկարծ դու չգաս մտնես դատարան հասբերողին սպանելու համար։ Դու մարդ ես սպանես, դու այսօր Նիկոլը տականք է, այսի բոլորս գիտենք, բայց հանկարծ չմտածեք, որ Նիկոլի տականք լինելու ֆոնի վրա դուք կարող է հանկարծ սրբանաք։ Դուք ասում եք, դուք ինչքան կեղտի մեջ եք։ Հա, դուք մի ձեռով պահում եք Նիկոլի, որ հանկարծ մազը չծռվի։ Մյուս կողմից սա թերությունների մասին եք խոսում։ Ինձ էլ մեղադրում եք այս երկիր այս վիճակի մեջ հասցնելու համար։ Ոչ մի բան չենք մոռացել, ընկեր հանցագործներ։ Ու Նիկոլի ուրախությունն եք դուք։ Ոչ միայն դուք եք պահում իրան կառավարությունը լեգիտիմ, այլ որ ամենահուսալի հենարանն եք, որ ցանկացած ժամանակ ձեզ ցույց է տալի ժողովրդի մի ժեխ մասի վախացնելու համար։ Որտեվ այդ մարդիկ չեն մոռացել ու չեն էլ հասկանում, որ ձեր մեջ տարբերություն չկա։ Հա, ձեզ անասնական ինստինկտներով են ապրում ու դրանց վրա ազդում է։ Չմտածեք ձեր մասին մոռացել ենք ու ամեն ինչ արդեն անցել է։ Ոչ։ Հիմա ես մյուս հարեշին լսենք։ Ես ձեզ այլևս շատ եմ վրդովում։ Որովհետև մարդը տևական ժամանակ ամիսներ շարունակ, չէ՞ Տիկին Գալյան, մարդը դուք ձեզ մեղավոր զգում եք, ոչ ինչ եմ արել կամ ինչ պետք է անեինք, որ չենք արել։ Կմանրամասնեք ինչ էիք արել։ Խնդրում եմ, ինքներդ գործը ուսումնասիրեք, տեսեք մենք ինչ էինք արել եւ ինչ պետք է անել։ Էշի վրա փալան չի գալի Հայաստանի վրա արտադրության նախարար։ Այն որ Արփինեին ասացի, հիմա սա թայինա։ Սա վիճակը նայ։ Եվ դրանից հետո եզրահանգումների եկեք։ Եվ սրանից հետո ես ձեզ թույլ չեմ տալիս ինձ նման հարցադրումներ։ Տիկին Գալյան, ես եմ որոշում, թե ինչ հարց պետք է, չէ, Տիկին Գալյան, այստեղ խնդիրը հասկանում եք, արտադրության նախարարը բայց իրեն թվում է ինքն է որոշում լրագրողը ինչ հարց կարող է տալ։ Ինքը կոչվում է արտադրության նախարար։ Մարդ, որ օրենքից եւ իրավունքից գաղափար չունի։ Սա նրա վիճակները, հասկացեք։
Ափսոս եմ ուղղակի, երիտասարդ պետք է բերդում փտեն։ Բայց դա իրանց թությունն է եղել։ Մենք այդտեղ մեղքի բաժին չունենք։ Սա էլ մյուս նախարարն է։ Այն որ Պապոյանն ազգան է։ Վրաստանը ինչ որ ռիսկեր է տեսել եւ արգելել է տասնյակ հայկական բեռնատարիների շարունակել ճանապարհը դեպի Հայաստան։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի պատասխանը լսեցի տեքստը։ Վրաստանը ինչ որ ռիսկեր է տեսել։ Այս սրանք են, որ ռիսկեր են կառավարում, օրինակ, ասենք Ջերմուկում։ Հա, որ մենք ռիսկերը կառավարում ենք, Ջերմուկը քանդելու ենք, ցիանիդը լցնելու ենք ցարի մեջ, բայց ռիսկերը կառավարված են։ Դրանք չեն անցնի գեդի տակ, չեն խառնվի խմելու ջրերին, օդը չի պղտորվի, չի թունավորվի, իրենք ռիսկերը կառավարելու են։ Գետնի վրա այս մարդիկ արդեն քանի շաբաթ է չեն կարողանում մտնել Հայաստան։ Ինքը ռիսկ ասում է Վրաստանը ռիսկեր է տեսել։ Բա գնայք չեզոքացնեիք։ Բա գնայք չեզոքացնեիք, Ժորժ ջան, այս կառավարությունը ո՞նց ասեմ, սա է։ Ոչինչի համար ոչ մի ձևով պատասխանատու չի։ Իմպոտենտ, հիշում եք ես որ ասում եմ, այսքան ժամանակ այնտեղ կանգնած են, սրանցից ոչ մեկ չի զանգել, չի էլ գնացել։ Բայց տնայից չի կատարվում, դա իր տնտեսությունն է, իր երկրի տնտեսությունն է։ Բայց դա փողերն ասում է, եթե մեզ չընտրեք, թրիփ չի լինի, խաղաղություն էլ չի լինի։ Այս նույն իդիոտը, որն ասում է Վրաստանը ինչ որ ռիսկեր է տեսել։ Հա, Վրաստանը շատ մեծ ռիսկեր է տեսել թրիփի բացման մեջ։ Ես ասում եմ, ոչ մի բան չունենք, օգուտ, բայց արդեն երկու հատ թշնամի ունենք։ Իդեմս Վրաստանի եւ պոտենցիալ Իրանի։ Մեր թշնամիներին օգտակար լինելու համար։ Եվ սրանք ասում են Վրաստանը ինչ որ ռիսկեր է տեսելու։ Այվանդես, ասես չգիտես ինչ ասես։ Դե թող սրանց ընտրողները, սրանց ընտրողներին լսողները Türkiye'yiz vat nöbetçiler unam zedamar. Kimse benim ölümümden sorumlu değildir. Ben kendi hayatıma son veriyorum. Rabbim benim tahsilatımı affetsin. Türkiye'ye miktasmanısan tabii ne açım. Ba, çaknajamiyet, inflasiyayı het. Zugaya. Շատ վատ է, շատ վատ է։ Իրանք ոչինչի համար փող չունեն, բայց հիշեք, Հայաստանը հայաթափելու համար, Հայաստանում դավաճաններին վճարելու համար, լոբիստներ կաշառելու համար միշտ փող ունեն։ Իրանց փողը դες բաների է ծախսվում։ Դե Թուրքիայի բնակիչներն են, թող ինքնասպան լինեն, անզորությունից, անճարությունից, խորտակվող բիզնեսերի պատճառով։ Լավ է, վատ չգիտեք։ Շատ լավ է, ես ուզում եմ այս փաստերի մասին մենք ամեն օրվա ռեժիմով լսենք, ամեն օրվա։ Մանավանդ նրանց անունները հնչի, ովքեր իրար վիրավորելու համար ասում են հայ ծնունդ։ Թող տնտեսական այս ճգնաժամերը իրենցից անպակաս լինեն, չնայած նրանք քաղաքական մասն է, դրանց ոչ մի բան չի լինելու։ Դրանց կարող է մենակ մի բան լինի, որ իրանք ապացուցելու համար իրաց թուրք լինելը գնան տղայավարի մի հատ DNK անալիզ անեն։ Ճիշտ է կլինի։ Բայց որ Թուրքիան շատ վատ վիճակի մեջ է, դա փաստ է։ Ավելի լավ վիճակի մեջ չի Ամերիկայի Միացյալ Նահանգների, մասնավորապես Թրամփը։ Լսենք այսօր դրա գլխին ինչ է եկել։ Եվ այսպես Ամերիկայի գերագույն դատարանը որոշել է issued a ruling on the extent of presidential immunity from criminal prosecution for conduct alleged to involve official acts during the tenure of President Trump. This is the big one we've been waiting for. It's consequential. It's really interesting that the Supreme Court in 248 years of our history has never actually ruled on this. So it is big and sweeping, and I have our political panel looking over this right now. Andy McCarthy. 250 տարվա 249 տարվա մեջ Ամերիկայի պատմության sense բան չի եղել։ Ամերիկայի գերագույն դատարանը հստակեցրել է Թրամփի կարգավիճակը այն պահից, երբ որ ինքը դադարում է լինել նախագահ, որ ինքը մի անգամից դառնում է մեղադրյալ, որ ոչ մի իմունիտետ չի ունենում ինքը։ Գերագույն դատարանը ասել է, ախպեր ջան, հենց դու որ պահին impeachment իրականացվեց քո նկատմամբ, իսկ դա հասունանում է մինչև այս ամսվա վերջ, մարտի։
որ պահին impeachment-ի տակ ընկար, քո իմունիտետը կորում է եւ դու դառնում ես հասարակ քաղաքացի, որի վրա 34 հատ քրեական գործ կար նախկինից, պլյուս իշխանության չարաշահում, Էպստինի այդ թղթերում այդ մանկապղծությունը, այդ չգիտեմ, այդ հանցագործությունները աներևակայելի, հիմա ես դրա վրա չեմ ուզում կենտրոնանամ, դա էլ գումարած, հայտարարել է, որ վերջացավ։ Ու այս մեկնաբանը ինչ ասում, որ 249 տարվա մեջ առաջի անգամ կարիք ա եղել նման մանրամասն ճշգրտումների համար, որովհետև երբեք ոչ մի նախագահի պարագայում այս անհրաժեշտությունը չի եղել։ Իդեպ զգուշացնում է նաև առանձին տողով, որ նախագահը իրավունք չունի ինքը իրեն ներում շնորհել։ Այս հիվանդ ուզում է ինքը իրեն ներում շնորհել։ Իր հանցագործությունները ջրի։ Պրոյեկտը գրել է նախագահը իրավունք չունի ինքն իրեն ներում շնորհել։ Ինչ եմ ասում վերջ, որովհետև այս կարգին տղեն The entire Trump administration is about to come to a screeching halt because of this dude. That means no more DHS funding, no Customs and Border Patrol funding, and it's all happening because this one dude. This dude is Neil Dunn, and today he's announcing that he's going to be resigning from Congress. Because of that, it's going to reduce the vote threshold in Congress from 218 to 217. The Republicans are about to lose their majority in Congress. Վերջ։ Հանրապետական ընկերը հյուսիսային այդ Մայամի շտատը մոռացա։ Մի խոսքով։ Ֆլորիդա։ Հյուսիսային Ֆլորիդայի կոնգրեսմենն է հրաժարական ատվել։ Եվ այսպես 218-ից իջավ 217 եւ կորցեցին սրա արդյունքում մեծամասնությունը։ Սրանից հետո հանրապետականը մեծամասնություն չի կոնգրեսում եւ ինքը իր ուզած ձևերով չի կարողանալու օրենքներ, որոշումներ, մի խոսքով ինչ որ Թրամփին պետքա անցկացնի կոնգրեսում։ Իսկ նոր ընտրությունները սպասվում են ապրիլին։ Իսկ մինչև մարտի 31-ը փնտրում են եւս 2 հոգու, որ կմիանա impeachment-ի գործընթացի։ Այսինքն մինչև այնտեղ կընտրվի նոր կոնգրեսական այդ նահանգից հյուսիսային Ֆլորիդայի արդեն կարող է դա կարիքներ չունի, արդեն Թրամփին impeachment արածան են։ Թրամփ պատկերացնում եք ինչա կատարվելու, Թրամփին impeachment են անում, դառնում է միանգամից մեղադրյալ, Նիկոլը ում հույսով է ունելու այդ ամեն ինչ։ Ում հետ է ինքը պայմանավորվել, ասեմ իմիջիալոց։ Սա ասում եմ բոլոր նրանց բերանը փակելու համար, ովքեր Թրամփին ներկայացնում են որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ։ Այսինքն ներկայացնում են, որ Նիկոլը պայմանավորվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հետ։ Դա տոտալ մեծագույն սուտ է։ Նիկոլը ամեն ինչ պայմանավորվել է Թրամփի հետ։ Թրամփի կլուբից սկսած, մինչև Թրամփի նախագիծ, դա բոլորը ամեն ինչը դա Թրամփի հետ է։ Ընդ որում ինքը ընդամենը վկա է։ Վկա։ Որն էլ ոչ մի իրավական ուժ չունի պարտադրանքի առումով։ Դա կոնգրեսի հետ չի, սենատի հետ չի, դա Ամերիկա պետության հետ չի։ Դա Թրամփի հետ է, որը այս ամսա մեջ կարող է նույնիսկ ինքը իրան ուղարկեն գլոխի ծոսը, որի համար բոլոր հիմքերը կա։ Բոլոր հիմքերը կա ու օրեկան ռեժիմով դրանք ավելանում են։ Դրանք առաջ։ Սա լսենք։ Florida continues to be a hellscape, and these Florida Republicans happen to be the worst Republicans and out of all the 50 states, okay? Prove me wrong. At this time, they are working diligently to strip some of the voter IDs at polling places, like student ID, like Ինչ են անում սրանք։ Մա Ֆլորիդայում ընտրություններ լինելու։ Իրանք ամենահալապետական նահանգներից մեկն ասում են։ Դա Թրամփի նահանգն է։ Իրանք հասկանում են, որ ընտրությունները կորցնում են, կորցրել են։ Մանավանդ երիտասարդների շրջանում։ Ու ինչ են անում։
արգելում են, որոշում են ուզում կայացնել, արգել են ուսանողներին, ուսանողական ID-ներով, ուսանողական տոմսերով, որպես անձնահաստատող փաստաթուղթ մասնակցել քվեարկությանը։ Ուզում են այդ ձևով մեկուսացնեն երիտասարդությանը, խորեն ավտոպիլոտ իներցիայով ապրող մեծահասակներին, որոնք միշտ հանրապետական են եղել, հույս ունեն, որ այս ձևով ինչ որ բալանս կպահեն ու կարող են վերարտադրվել։ Պատկերացնում եք ինչին է բանը հասել, որ ուսանողներին չեն ուզում թողել, վախենում են, որովհետև ուսանողները բոլորը դեմ են քվեարկում ցանկացած մեկին, որ ասոցացվում է Թրամփի հետ, ցանկացած մեկին, որ ասոցացվում է Իսրայելի հետ, ցանկացած մեկին, որը բարձվում է փողա վերցնում Իսրայելից, այսինքն ծառայում է Իսրայելին, ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Սա վիրուսի նման Ես չեմ խոսում է տատանվող նահանգների մասին, տատանվող նահանգներում տրախտետրում ընդհանրապես չկա։ Ինքը կորցրել է Տեքսասը, Ֆլորիդա եւ բոլոր այն հանրապետական նահանգները, որտեղ ամենաուժեղն էին իրանք։ Որովհետեւ գիտեք ինչ, մարդ կարող հանրապետական լինի, բայց մարդ չի ուզում մանկապերտ լինի։ Հանրապետական լինելը վատ բան չի, մանկապերտին աջակցելն է վատ բան։ Սանանից չի, որ դեմոկրատներն ավելի լավն են լինելու, ոչ։ Անտվելու են մարդիկ, որոնք գալու են ուրիշ օրակարգով, հակաիզրայելական եւ սրանց բոլորին պատժելու օրակարգով։ Մյուս հայտարարությունը։ 3 years, we were told the flags were planted and the deal was done, a $9 billion fortress of American manufacturing. But 1 minute ago, the fax machines in Montgomery screamed and that promise evaporated. Toyota isn't just pausing their massive expansion in the American South, they are killing it. And they aren't moving to Mexico for cheap. Toyota դուրս է գալիս Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Այո։ Toyota-ն դուրս է գալիս Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Ու տեղափոխվում են Մեքսիկա։ Մեկը աշխատողները մեքսիկացիներ են։ Իրանք Դեթրոյթի տարածքում են ավանդական մեքենաշինության նահանգն է։ Որտեղ գալիս են աշխատելու եւ Կանադայից, եւ հյուսիսային շրջաններից Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ $9 միլիարդ ներդրում, ներկալիներ, փակում է Toyota-ն ու տեղափոխվում է Մեքսիկա։ Իմջելոց նույն ձև քանդվում է Նյու Յորքը։ Black Rock-ը դուրս է գալիս Նյու Յորքից։ Վտանգ կա, որ Wall Street-ն է դուրս կգա Նյու Յորքից։ Իր օֆիսներով։ Այս 3 ամսվա մեջ Black Rock-ը արդեն որոշել է հայտա ներկայացնել, որ ինքը դուրս է գալիս։ Ինչ անում Նյու Յորքի քաղաքապետարանը։ Չեք հավատա։ Դատի է տալի Black Rock-ի, որ ինքը ուզում է գնա։ Այսօր էլ այս նոր քաղաքապետը հայտարարեց այն ինչ որ հակառակը Թրամփ դուրս եկավ էլի։ Ուրիշ օրակարգով եկե, ու հայտարարեց, որ փող չկա։ Հարկերը բարձրացնում։ Արագ է փոխվում ամեն ինչ։ Շատ արագ է փոխվում, բայց ոչինչ։ Քաղաքական լծակներ կան մարդկանց վրա ազդելու, երկիրը շողուլի վրա պահելու կա, ինստիտուտներ կան։ Ես ասել եմ, չէ, սա երկիրը Թրամփը մեծ հաշվով։ Մի րոպե դնենք մի կողմ։ Կոլապս է տանել։ Ոչ մեկ չի կարող բիզնես իրականացնել մի տարածքում, ու այս ամբողջ հոդվածը դրա մասին է։ Որտեղ հեռանկար չկա, որտեղ դու չգիտես վաղը ինչ է սպասվում քեզ։ Թրամփը դիտավորյալ, ոնց որ Փաշինյան Նիկոլը դիտավորյալ քանդում է Հայաստանը, տնտեսությունը, մարդկանց հարաբերությունները, ինստիտուտները, բանակը, կարգավիճակը, սահմանադրությունը, սահմանները, ամեն ինչ։ Հատայից նույն բան անում է Ամերիկայի Միացյալ Նահանգները Թրամփը։ Ոչ մի ռուսական ագենտ այսպես չէր կարող վնասել Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Ոչ մի։ Britain's national security, economic stability and global standing. This is not a routine diplomatic disagreement. It is a full-scale security crisis
unfolding in real time. Keir Starmer made two decisions that shattered a 75-year alliance. First, he publicly supported international arrest warrants against Israeli leadership. Ասեմ, Բրիտանիայի վարչապետը հայտարարեց, որ ինքը աջակցում է, ինքը պաշտպանում է միջազգային դատարանի որոշումը Նետանյահուին կալանավորելու կապակցությամբ։ Իսրայելը կապերը խզում է իր վասալ Բրիտանիայի հետ։ Սա նրանց համար ովքեր միամտություն ունեն թերագնահատելու ՄԱԿ-ը, որ ասենք այն process-ները, որ հույսեր են կապում ՄԱԿ-ի հետ, ասում են, դե ՄԱԿ-ին ով է լսում, ՄԱԿ-ի կայացած որոշումները հետ չեն կողմեկում։ Ինչ է նրա համար, ասենք, որ Թրամփը, ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգները, այլ Թրամփը որոշել է, որ ՄԱԿ-ը այլևս գոյություն չունի եւ ինքն է միջազգային իրավունքը, հա։ Ու դա լուրջ ընդունելը իմ համար արդեն անլուրջություն է։ Այո, այսօր ՄԱԿ-ը հարձակման տակ է, բայց դա չի նշանակում, որ ինքը էլ արդեն նշանակություն չունի, որտեղ աշխարհի լուրջ մասը, լուրջ երկրները ենթարկվում են ՄԱԿ-ի կանոնադրությանը, որտեղ հասկանում են առանց ՄԱԿ-ի կանոնադրության, առանց ստատուս քվոյի աշխարհը կդառնա ջունգլի։ Դա է երազում Պուտինը, Թրամփը, Նետանյահուն, Օրբանը, Ալիևը, իսկ պատկերացնեք դրանց հետևանքները, Էրդողանը, սրանք շատ լավ հասկանում են դա հետևանքները։ Եվ իրենք չեն կարող դա թույլ տալ։ Եվ այսպես ՄԱԿ-ը թույլացած է, բայց չի մեռել ու չի էլ մեռնելու, որովհետև Թրամփը չի որոշում աշխարհում ինչ պիտի լինի, հասկանում եք։ FBI նախագահ վերցել է 10 հոգու հանել աշխատանքից նրանց, ովքեր ժամանակին խոզարկություն են կատարել Թրամփի տանը, բացահայտել են հանցագործությունները, որ Թրամփը իրականացել է։ Թրամփի վրա քրեական գործ կա նաև պետական գաղտնիքներ պարունակող փաստաթղթեր պետությանը չվերադարձնելու եւ իր առանձնատներում պահելու համար։ Տոննաներով գնացել խոզարկություն արել են, բացահայտել են, այսօր 10 ագենտներին FBI-ի հանել է։ Ուրա գնալու էզևով Թրամփը ամբողջ մի համակարգ, որ արել է իր գործերը, իր գործը, դա իր գործն է։ Ինքը հանում է արդարացնելով հանցագործություն։ Թրամփի հետ բոլորը գնալու են նույն ուղղությամբ, նույն ուղղությամբ։ Ամերիկան թերություններ ունի այս երկիրը, շատ, բայց ինքը չի կարող մի օրվա մեջ դառնա ոչ մի բան, դառնա Թրամփ, մի քիչ շատ խորն է էլի այստեղ համակարգային ինստիտուցիոնալի ինստիտուտների արմատները, պատել, մատել, Թրամփ, մամ, կարող վնասել, բայց դե չեն կարող էլի արմատախիլ անել, շուտով լսելու ենք այդ ամեն ինչ մեկ։ Թուրքիայում բռնել են, Թուրքիայում ձերբակալել են FBI-ի, Իսրայելի զինվորականներին կանանց, այսինքն իգական սերի ներկայացուցիչ զինվորականներին, հա։ Թուրքիայում ձերբակալել են եւ Ամերիկայի միջամտությամբ դրանք ազատ արձակվել։ Դա կշկի է, չէ՞։ Թուրքիայի ձերբակալումը, Ամերիկայի միջամտումը ու ազատում են։ Վասալն է էլի։ Դեռ գաղութն Իսրայելի։ Եվ Դանիան հարցակնությանը կանչել աշխարհի մեծագույն հանցագործ Բիլ Գեյթսի վակցինաների հետ կապված։ Որովհետև այն հանգամանքները, որոնք պարզվում է վակցինների հետ կապված, սա ինչ խնդիրներ է դրել, ինչ փողեր է ծախսել մարդկությունը կրճատելու, մարդկանց թունավորելու, մասսայական մահերի բերելու առումով, սրա դերը չի կարելի թենագնահատել։ Էփստինի ամենամոտիկ ընկերներից է։ Հիմա դանիական դատարանը սրան կանչել է արձակնության։ Տեսնեք գնա թե չի գնա։ Կնեք Հոլանդիայի դատարան, Դանիա ասեցի, սխալ, Հոլանդիայի դատարան, Նիդերլանդները։ Եվ ասես
Էպստինի երևացող մասը փլուզվում է։ Ես միշտ ասել եմ, այս մաֆիան երևացող մասերին վերացնում է, լիկվիդացնում է, ցանկացած մաֆիա։ Եվ Էպստինի այդ հանցագործ այդ աշխարհի իրական տերերի այդ չասեմ, սատանիստների մաֆիա դատես միանգամից չի հանձնվելու, որպեսզի նա պահի իրան երևացող մասին ինքը հանձնելու է հողի։ Հիմա ինչքան երևացող մաս կա, հերթով հրաժարական են տալի, ձերբակալվում են, դրանց նկատմամբ քրեական գործեր ալուսում։ Սա պետք է իմանա նաև Փաշինյան Նիկոլը։ Փաշինյան Նիկոլ, 2 ամիս մնաց քեզ։ Նույնը սպասվում է նաև քեզ։ Եվ այսպես համաշխարհային էկոնոմիկայի տնտեսական ֆորումի ղեկավարը էլի, քանի որ ուրիշ ձև չէր կարող լինել։ Այդ սատանայապաշների կռուգիցը ինքն էլ է հրաժարական տվել։ Ու հիմա ինչ որ կատարվում է հրաժարականների առումով, սա դեռ Եվրոպայում է, դեռ Ամերիկա չի ասել, հասնելու է բայց։ Իրանը մի ձեռքով բանակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, մի ձեռքով ասում է, որ հաստատի Դոնալդ Թրամփը Իսրայելի Գեբելսն է։ Իր ամբողջ Գեբելսյան քարոզությունը իրականացում է Դոնալդ Թրամփի ձեռքով։ Բոլոր կողմերը հասկանում են, որ այս բանակցությունները ոչ մի տեղ չի տանելու, Իրանը չի զիջելու, իսկ Իսրայելին պետք է պատերազմ ընդվորում, ինչքան շուտ այնքան լավ, որովհետև ամիսներ մնացել իրենց իրական իշխանությանը։ Թրամփի գնալուց հետո իրանք կորցնելու են նոր կոնգրեսում, չեն ունենալու այն ազդեցությունը, այն քանակի իրենց համար աշխատող կոնգրեսականները, որոնք պետք է անելու համար այն ինչ որ իրանց երազանքն է, ոչնչացնել Իրանը, մասնատել ու դարձնել Սիրիա։ Թրամփի գնալով դա ուղղակի հրյաների երազանքը փշուր ալի։ Դա գիտեն բոլորը, եւ Իրանը, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, եւ Իսրայելը, բայց նա մասին չեն հասկանում Հայաստանը։ Գերոս նկատել են։ Այս էլ ուրիշ է, էլի հրաժարական տվածներից, սա մասին կարելի է չխոսալ ընդհանրապես։ Ես սա եմ ուզում նայեք, այս քանի օրն է եղել իր սա թարմ վիդեո է Թրամփի դաչայում Ֆլորիդայի, հա, սենց ասած նայեք։ Աշխարհի միլիարդատերներն են այս բաներով, դիմակներով, սատանիստներն են։ Աշխարհի տերերին։ Bet billions of dollars to try to convince you that kids were taking crap. Հիմա ասեմ այս աղջիկն ինչի մասին է հարցում անում, որ կարծես թե ոչ մի բան չի պատահել, ոչ մի բան չի փոխվում աշխարհում եւ աշխարհի միլիարդատերերը Թրամփի գլխավորությամբ իրենց ավանդական, իրենց ընթացքով, իրենց կյանքով ապրում են։ Եվ հույս ունեն, որ ժողովուրդը այնքան անգրագետ ու հիմար է, որ չի հասկանում ինչ է կատարվում։ Սա այս աղջիկա խոսքերն է։ Եվ այս միլիարդատերի հույսը չկրթված տգետ ինֆորմացիա չտիրապետող մասն է, որ իրենց նորից կարող է ընտրել։ Եվ այդ ամբողջ կրթական համակարգը եւ մեդիան ամեն ինչ աշխատում են այս միլիարդատերերին անհրաժեշտ այդ մասայի ապահովումը։ Այս իդեալական տեքստ է։ Եվ իր նման երիտասարդների գործն է անել ամեն ինչ, որ նույնիսկ դրանք, որ իրենք քիչ են կրթված, քիչ են հասկանում, հասկանալի եւ պարզ լինի ինչի են հիմա իրենք այս վիճակում աղքատ հացի կարոտ, իսկ միլիարդատերները ավելի հարստան։ Անտիշ տեքստ է սարքել այս աղջիկը։ Սա Ռոթշիլդների հարցն է, շվեյցարական բանկի տնօրեններից մեկը, որը շատ անհանգստացած հաճախորդների վերաբերմունքից ժողով արել, համոզելու համար, որ իրենք այդ հանցագործների հետ կապ չունեն եւ որ իր հաճախորդները հապշտապ եզրակացություններ անելու կարիք չունեն։ Եվ
Սա նշանա նրան, որ իրաց ֆինանսական իմպերիան էլ է վտանգի տակ, հակառակ դեպքում չեն անհանգստանա։ Որովհետև, ասենք, լավ, միած շվեյցարական բանկ էլ թող ասենք փակվի, հա, բանկրոտ գնա, իրանց ինչ։ Բայց պարզվում է, այդ մի հատով կարող է չվերջանա։ Կարող է չվերջանա, որովհետև իրանց փողից բացի կան նաև այլ փող ունեցողներ։ Եվ տեսնելով Ռոթշիլդների իրական կերպարը, սատանայի կերպարը, հա, մտահոգված են։ Եվ ցանկությունն են իրենց ակտիվները հանելու իրենց բանկերից։ Այս սա կլինի հեղափոխություն։ Այս սա կլինի համաշխարհային գլոբալ փոփոխություն, որը վաղ թե ուշ լինելու է։ Բայց ես չէի մտածում, որ այսքան արագ կարող է դա սկսի նշմանվել այդ տեղաշարժը, էլի։ Որտեղ ես միշտ կարծել եմ, որ մեծ փողերը դրանք փոփոխություններ չեն սիրում։ Իրենց համար մեկ է աշխարհակաղակական իրավիճակը, բայց պարզվում է չէ, մարդիկ չեն ուզում ասոցացվել հրեշների հետ, որը լավ նշան է։ Իսկ դու դա գալի է։ They're not telling you why. Why did Israel feel offended that they were burning Baal? How does Սապատում են նրա մասին, որ իրացիները վառել են Բալի արձանը եւ ասում է, ես չեմ կարող հասկանալ Իսրայելը ինչի է նեղացել statues of Baal? And somehow Israel is offended by it. And since I'm a certified badass, I'm going to tell you exactly what it means, because they're trying to make it out as something very simplified. They're not telling you why. Why did Israel feel offended that they were burning Baal? Ու ամեն դեպքում հետաքրքիր է, ինչի է Իսրայելը ներվում, որ Իրանում վառում են Բալի սատանայի արձանը։ Հա, ինչ են ներվում։ Կարող է իրանց ինչ-որ կապող բան ասում, ես կարող եմ ասել, ինքը առանձին տեղադրել է մեծ հաղորդումը, բացօրեն ես բաց էի թողել են պահը, ես տեսել էի, որ վառել են արձանը, բայց որ Իսրայելում վրդովել են դրանից, ես դա չէի տեսել։ Իմ ամբողջ պատկերացումն է փոխվում ինձանոց հուդայիզմի մասին։ Իրանք պնդում են, որ դա միաստվածության կրոն է, չէ, բայց ես դե միաստվածության կրոն չեմ տեսնում։ Ֆուլ բազմաստվածության եւ սատանայապաշտության դրսևորումները։ Ոչ միայն բազմաստվածության, այլ սատանայապաշտության։ Ընդ որում սատանան մի դեմք չունի։ Ես չունեմ հուդայիզմի մասնագետ չեմ, բայց եթե մասնագետ կա այդ առումով, ես սիրով կխոսեի իր հետ, որտեղ ինձ հետաքրքիր է ուղղակի։ Ասենք կոնգրեսմեն Թիմ Բուրշետը պարզ հայտարարել է, որ ինքը ամեն ինչ անելու է, որ նրանք, ովքեր պարզվեն, որ սեքս տրաֆիկի, մանկասպանության, մանկապարտության մեջ մեղավոր են, որ դրանք մասսայական կախաղան հանվեն։ Դա ամերիկյան կոնգրեսական Թիմ Բուրշետն ասում։ Նիկոլ Փաշինյան անձին ընդհանրապես չեմ համարում հայ, Դավաճան ասելն էլ ճիշտ չեմ համարում, նա թշնամի է, իմ կարծիքով։ Ավելին, ինքը իր արժանապատվությունը այն աշճան է զրոյացրել, չկտրեք, որ ես իրեն համարում եմ Ալիևի կոշիկի տակացու, և ոչ միայն իրեն, այլև ՔՊ վղմակին։ Դա մեր վաղվա օրվա հույսերը ամեն ինչ սպանեց։ Ու ես երբ որ նրան հեռուստաալիքներով տեսնում եմ, աշխատում եմ շատ արագ փոխել, հակառակ դեպքում սրտիս տեղը չեմ իմանա։ Այդ աշճան ատում եմ ես դրան, իր վղմակով հանդերձ։ Չմտածեք իրանք չգիտեն սրա մասին։ Իրանք գիտեն, իրանք ամեն ինչ արել են, որ այս վիճակին հասնի, վստահ լինելով մի բանի վրա, որ ժողովրդի հիշողությունը կարճ է, որ միջև ընտրությունները մեկ ամեն ինչ մոռանալու են։ Ի վերջո, իրենց խոսք են տվել, եւ ինչ որ տեղերից, ու դուք պրոբլեմ չունեք, դուք ընտրվելու եք, նայեցեք դուք արեք մեր ուզածը։ Եվ սրանք, փաստորեն, լուրջ ընդունած արել են, ու ժողովրդին բերել են այս համոզման,
Տեսեք, ես հաղորդման սկզբում ասեցի, որ իմ համար Լևոն, Սերժիկ, Ռոբիկ, դրանք սա նույնն են, չէ, բոլորը նույնն են, բայց ես պետք է ասեմ նաև մի բան։ Այս կարգի թշնամություն ու նողկացել են բոլորից, Լևոնից էլ, Ռոբից էլ, Սերժից էլ, բայց այս կարգի չէ։ Ես չեմ հիշում, կարող է ժամանակ են անցել, կարող 10 տարի արդեն 8 տարի անցել է, ինչ որ բան փոխվել մոտս, բայց այսօրվա զգացողությունն եմ ասում երևի չէ։ Չգիտեմ, ձեր մոտ ո՞ր զգացողությունն է։ Նույնն է եղել, թե սա գերազանցել է բոլորին։ Նա պիտի հեռանա։ Չհեռանա, պիտի հեռացնենք։ Վերջացավ նույնից։ Վերջացավ նույնից։ Ու ես ուզում եմ ձեզ հիշեցնեմ Ադրբեջանի արտգործնախարարի եւ Ալիևի երկու հայտարարությունները, որ իրենք խոսում են նրա մասին, որ իրենք ուզում են հայ հասարակության հետ կնքել այդ խաղաղության պայմանագիրը։ Շատ լավ հասկանալով, որ Նիկոլը Սենսենը չի կարողանալու տա իրենց այն երաշխիքները, որը իրենց պետքա իրենց հոտին Հայաստան քշելու համար, հասկանում եք։ Նիկոլ Փաշինյանը չի կարող կանգնիվ ամեն խաչմերուկին, ամեն ադրբեջանցու կողքը, գիրկը կամ տակը, որ երաշխավորի դրանց անվտանգությունը եւ նույնիսկ հայ համազգեստով երինչերիները դրան բանը այդ քանակությունը չունեն։ Եվ դրանք երկուսն էլ հասկանում են, որ եթե հայ հասարակությունը չգնաց այդ խաղաղության, չներեց իրանց, Փաշինյան Նիկոլը մաքսիմում օրենք խախտելով ճանապարհ տա, տարածք տա, հանցագործություններ անի։ Բայց դա խաղաղություն չի, դա ընդամենը պատերազմի հետաձգում է։ Եվ իրական պատերազմը դեռ առջևում է։ Ես որ ասում իրական պատերազմ, ես ասում պատերազմ Ադրբեջանի ներսում, որը բացում է մեր առաջ բոլոր դռները։ Բոլոր։ Այնպես որ Ադրբեջանում էլ են հասկանում, Փաշինյան Նիկոլն էլ հասկանում, դրա համար նրանք շտապում են, այս տականքն էլ ռեսուրս չուն։ Սանայինք։ Փաշինյանը այսօր հայտարարեց, որ ապրիլի 1-ից թոշակները կբարձրանա 10,000 դրամով։ Ինչ եք կարծում, ինչ որ կապ ունի դա գալիք ընտրությունների հետ։ Կարա ասեմ։ Ինքը կարա ամեն ինչ անի ընտրությունների համար։ Ամեն ինչ կարա անի, կարա եւ վատ բան լիքը անի, որը պատիժը ստանա Աստծուց, կարա եւ լավ բան անի, բայց չի իր արած ոչ մի բան լավ բան չկա։ Ոչ մի լավ բան իր արածների մեջ։ Ինքը վատից բացի ժողովրդին վատը տանելու, ժողովրդին կործանելուց բացի ոչ մի բան չի անում։ Ինչ մի լավ բան։ Եթե այսօր մենք այսօրին ենք սրտներս հավոտի, ինք իր համար թուրքը իր բարեկամն է, էլի լավը ո՞րն է։ Ո՞րն է լավը։ Տանելու ստանում են երեխեքին, դե թող բերելուց էլ բերեն։ Ինչի չեն բերում, դե թող իրանցն էլ գնա մերնի կողքը, ինչի չի գնում։ Էլի ինչ լավ բան։ Ինչի մասին է խոսքը։ Ինչ կարա անի, եթե ինքը 10,000 դրամը մտածում է թոշակառուն, ինչ պետք է անի։ Գրողի ցավը քո ջանին անի, ինչ պետք է անի թոշակառուն, եթե իր ստացած կոպեկի մեջ չի տեղավորվում թոշակառուն։ Ինչ պետք է անի 10,000-ը, եթե մոլորվում է, թե ինչի վրա ծաղծի, ինչ անի 10,000-ով։ Ոնց ապրի, ոնց դեղ առնի, ոնց ինչով ապրի։ Բայց էլ 10,000-ի մասին ինչ խոսք կար, աղջիկս, ինչ, այդ իրանք միլիարդները, որ պարգևա վճար ստանում են, կարում են տեղավորվեն, բայց թոշակառուն չի կարա։ Չգիտեմ աղջիկս, մենակ իրանք պետք է Աստծու դատաստանին արժանանան, բոլորը։ Նիկոլ Փաշինյան Բոլորը։ Սում եք չէ, ում խոսացնում են, ասում մենակ Փաշինյան Նիկոլը չէ։ Դրա շրջապատում բոլորը։ Այդ բոլորը լավ պետք է իմանան։ Ես որ ասում եմ դուք բոլորը, դա մենակ իմ ցանկությունը չի։ Ասում եք ինչքան մարդա այդ նույն տեսակետին, որովհետև բոլորս լավ հասկանում ենք, որ ինքը առանց ձեզ ո՞նց է ես ավելի չանելու։ Ո՞նց։ Դրա համար Դավիթ Տոնոյանն անդերից գողում է, ասում է բացեք։ Բացեք այդ փաստաթղթերը, դա ժողովրդի համար է։ Այդ ժողովրդի դեմ իրականացած հանցագործության փաստերն է։ Տուժողը իրավունք ունի իմանալու իր հետ ով ինչ արել։ Դուք ասում եք դու իրավունք չունես իմանալու քեզ ով ինչ արել։ Որ 2 տարի ավել ապրես։ 2 տարի ավել ապրեցիք, բայ հետո։ Սկարտնա վերջում։ Սա եմ ուզում դες սուստամ։
Marco, Հմ, Թուրքիան մեծատար պետք է գրես։ իմ համար ինքը փոքրատառը։ Անորմալ է, երկրների անունները մեծատար է գրվում, փոխի։ Դա երկիր չի։ Փոխի սարքի մեծատար։ Չեմ փոխել։ Ինչի։ Вообще իմ տետերում չպիտի լինել այդ քաղաքը։ Իմ համար էդի քֆուրի նման բան։ Սմա, вообще эти պետք է իմ տետերում էր չլիներ։ Դա է նամազ քուրի նման բանը։ Նայեք այս աչքերը։ Ալիևը գիտի։ Ալիևը գիտի։ Նիկոլին էլ ոնց որ բացատրել են, որ այդ տղա, դու ապուշ չես։ Քեզ ասեն դրել ես գժի տեղ, հա, լավ, հասկացանք, ես գժի տեղ ես դրել։ Բայց իրականությունը դրսում ուրիշ բան է։ Ու այդ մահակը իջնելու է քո գլխին։ Արի մի բան արա, փրկի։ Դրա համար հիմա փորձում է ինչ-որ մի բան անի, թոշակ ավելացնի, հետաձգի սահմանադրության բանը, ներկայացումը, ինչ որ մի աշխատող սեգմենտի աշխատավարձ փորձի բարձրացնել, բայց արդեն բժիշկներին է կտրել է կեսով։ Արդյոք ես սիրում եմ մեր երեխեքին, ես սիրում եմ մեր երկրի ժողովրդին, որովհետև գիտեմ ես չի կարա ոգին, դաստիարակությունը, հիշողությունը 8 տարվա մեջ ջնջվի։ 8 էլ չէ, 5 տարվա մեջ։ Պատերազմից հետո է նկատնում, որովհետև պատերազմը ցույց տվեց, որ ոչ մի բան ջնջված չի։ Հիշեցնեմ, միջև պատերազմը սրանց քարոզներ կա, ինչ հայրենասիրություն դա կերսկացի դուրերը, դե գեղացու բանը։ Տղաները պետք է շրջազգես թաքնեն, յուտ կա։ Աղջիկներն էլ իշպակած տղա են, որ նույն ժամանակ եկա պատերազմը, հենց առաջի կրակոցները բոլորը մոռացան դրա մասին ու գնացին իրաց երկրի տուն ու տեղը պաշտպանելու։ Կինը իր մասով, տղամարդը իր մասով։ Արզվեց սա ամբողջ քարոզությունը ջուրն էր, տարել, չէին լսել, նույնը, դուք չեք կարող, ոք ես երանի ես տախմանների մեկը կարողանալ բացատրել, արա, իներցիայի ուժը բնության մեջ ամենահզոր ուժն է, ամենա, և քո անորակ քարոզչությունով, ընդ որում քարոզչությունը, որը կատարվում է այն դեմքերով, որ դուք ներկայացնում եք, որոնց նայելուց մենակ ուզում ես դեռ չես լսել ինչ է ասել, բայց ուզում ես քֆուր տաս։ Հələ չես լսել այդ մարդը ինչ է ասել։ Բայց դու արդեն գիտես ով է ինքը։ Այսինքն այդ մարդկանց ձեռքով ինքը ուզում է այդ մարդկանց բերանով, հա։ Ուզում է ինքը քարոզչություն անի ու իրականացնի այն ինչ որ ինքը ուզում է իրականացնել։ Աննալին է։ Ոքիրը ոչ մեկ երևի կողքից չի ասել լուրջ։ Հակառակ դեպքում այս զրկանքներն ու տառապանքների մեջով մենք չէինք անցնի։ Մենք չենք կորցնի այսքան հայորդի, հայրենիք, որ հետո ստիպված հետ բերենք, որ ասենք, արա ձեր ուզածը չի կարա լինի։ Դուք ժամանակավոր կարող եք մեզ մահացու հարվածներ տալ, մահացու վիրավորել, բայց դուք անզոր եք մեզ սպանել։ Անզոր եք սպանելու, որտեղ այս երեխեն դրա մասին է ասում։ Որ ընդհանրապես ինչի պիտի տետրի մեջ ունել։ Իմիջիայլոց ինչի է երեխումը տետրի մեջ Թուրքիա անունը գրած։ Թուրքի ծնունդներ, չի։ Որպես թշնամի է գրած, իհարկե ոչ։ Մենք երեք չենք ծնվել, վաղն էլ չենք վերանալու։ Թող այս Նիկոլները մտածեն։ Այսօրվա համար այսքան, լավ մնացեք։